Հիմա այսօրվա Էջմիածնում վարվելակերպի հետ կապված կանոնները շատ պարզ են։ Հիշում ենք, որ դուք Ժորժ ջան գնում եք այնտեղ եւ իշխանությունը ձեզ հակադրվողը ունի լեգիտիմ բռնի ուժ կիրառելու իրավունք եւ երկրի տարածքում այդ լեգիտիմությունը միակ նրանն է եւ հետեւաբար ուժով նրան չեք կարողանալու հակազդել։ Նրան կարող եք հակազդել ստրատեգիայով խելամիտ կազմակերպված գործողություններով, որը անհնազանդությունն է խաղաղ բնույթի ձեր կամքի իրավունքի դրսևորում։ Այսինքն այնտեղ եք գնում եք, ասում եք եկել եմ ես Էջմիածնի աջակցությունն եմ ցուցաբերելու, ես ոչ մի հավաքել չեմ խոչընդոտում այն ուրիշների հավաքը, ես գործ չունեմ այդ ամենի հետ, ոչ մեկի հետ բախվում չեք գնում, չեք խայում, չեք վիրավորում ոչ մեկին առավելևս քարշ քշել հրել, ձեր մեջ լինելու են հնարավորինս սադրիչներ, այդ դեպքերում ոստիկանների ուշադրությունը հրավիրում եք, ասում եք այս մարդը մեր հետ չի, հատկապես երբ որ ձեր մեջ ոչ մեկ չի ճանաչում իրեն, ուղղորդում եք, ասում եք այս մարդուն հանեք ստեղից, որպեսզի բախումներ չլինեն եւ այնտեղ Էջմիածնում էլի կրկնում եմ, ձեր իրավունքն եք իրացնում, այդ իրավունքը սահմանադրությունով է ամրագրված խաղաղ հավաքների, անհնազանդությունների, այսինքն չհամագործակցելու, չհամաձայնվելու եւ սրանով հնարավորինս կխուսափեք, այլ եմ ասում հնարավորինս կխուսափեք, որտեղ ամեն դեպքում ոչ մի երաշխիք չկա, որպեսզի ձեր վրա քրեական գործեր չսարքեն։